2025 թվականին Վիոլեջուր ընկերությունը Արմավիրի մարզի Արագած բնակավայրի ջրամատակարարման ցանցում իրականացրեց լայնածավալ վերակառուցում, որի արդյունքներն արդեն շոշափելի են հազարավոր բնակիչների համար։ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ընկերությունը ներդնելով 347 միլիոն դրամ ամբողջությամբ փոխարինեց բնակավայրի հնամաշ եւ վթարային խողովակաշարերը, ընդհանուր 16 կիլոմետր։ Արագածում ճիշտ է սպառողները միշտ են ունեցել 24-ժամյա ջրամատակարարում, սակայն ցանցի մաշվածության հետևանքով այստեղ կորում էր վարկյանում 17 լիտր ջուր։ Գյուղին նախկինում մղվող վարկյանում 23 լիտրի փոխարեն այժմ 6 լիտր վարկյան ջրաքանակն էլ բավարար է շուրջօրյա ջրամատակարարում ունենալու համար։ Ամառվա ամիսներին հիմնականում շոգ եղանակներին բարձրադիր գոտիներում եւ ծայրամասերում գյուղի լինում էր ջրի ճնշման խնդիր, անգամ ջուրը կտրվում էր։ Ջուր չէր լինում որոշակի ժամերի, սպառման ժամերին։ Հիմա դա վերացել է արդեն։ Եվ տնտեսված ջուրն էլ ուղղվելու է մյուս բնակավայրերին։ 3089 բնակիչ ունեցող Արագածում այսօր արդեն խոսում են ոչ թե հաճախակի վթարներից, դրանց վերացման համար հայտարարված ջրանջատումներից, այլև կայուն ջրամատակարարման համակարգից։ Այսօրվա դրությամբ լավ է, հույսով ենք ավելի կլավանա, քանի որ ջրագծերի փոփոխման հիմա աշխատանքներ են ընթանում, տեղ-տեղ մեկ-մեկ ոնց որ ջրանջատումներ են ունենում, խնդիր առաջանում, բայց ոչինչ, ընթացքում կշտկվի դա էլ։ Բողոք են եղել, որ տեղ-տեղ ջրագծերը մաշված են եղել, վթարներ ա եղել, այդ ահազանգել ենք Թեժգից Վիոլեի, հարցին լուծում տրվել է։ Սպասում ենք վերջացնեն, որ ասֆալտապատվի։ Ծրագիր ունենք նախատեսված կենտրոնական ճանապարհի ասֆալտապատում, հույսով ենք դա էլ այդ հարցը կլուծվի։ Լավ է, շատ լավ։ Իսկ առաջ ինչ վիճակ էր։ Առաջին լավ, ուղղակի մի քիչ ակողտիներ կան, Ռուբեկներ էլի։ Հիմա ավելի լավ է, խորն են կանդել։ Բողոքավոր մարդ չկա։ Սաղին էլ հերիկանում է ջուրը։ 2025 թվականին իրականացված վերակառուցումները հիմք դարձան հաջորդ փուլի համար։ Որպես աշխատանքների տրամաբանական շարունակություն, Էջմիածին շահագործման տեղամասը մեկնարկեց Արագածի մուտքագծի վերակառուցման աշխատանքները։ Ընկերության սեփական ուժերով նորոգվում է 660 մետր 160 մմ-անոց պոլիէթիլենե նոր խողովակաշար։ Նախկինում գյուղը ջուր էր ստանում այդ հիմնական մագիստրալից 4 տեղից, 4 գծից։ 4 գծերը անջատվում է, կառուցվում է մեկ ընդհանուր գիծ, որը հեշտացնում է եւ կառավարում է ջրամատակարարման, ավելի վերահսկելի է դարձնում ցանցը, եւ ջրի որակը բարձրանում է եւ ճնշման առումով եւ վթարների պակասի առումով ամեն առումով որակական բարձրացում լինում է ջրամատակարարման։ Նոր մուտքագծի կառուցումը կբարձրացնի համակարգի հուսալիությունը, կապահովի ավելի հավասարակշռված բաշխում եւ կնվազեցնի ճնշման տատանումներն ամբողջ ցանցում։ Հենց հիմա մոտավոր 8 վթար ունենք։ Հիմա այս 5 գծերը հենց այս պայն որ անջատում ենք, սա մեկ օրվա ընթացքում է եղել այդ վթարները։ Հենց հիմա որ 5 կատարում է 5 ջրագծերի խցափակումը մեր աշխատակիցների կողմից, վաղը արդեն այդ վթարները չենք ունենա։ Կորուստը կանխվի։ Այս մուտքագիծը կծառայի ոչ միայն Արագածին, այլև հարակից բնակավայրերին։ Այս խողովակաշարից է սնվում նաև Աղավնատուն, Ամբերդ, Դողս եւ Ծաղկալանջ բնակավայրերը։ Խնայված ջուրը հատկապես ամառվա պիկին ուղղվելու է այս գյուղերին, սպառողների պահանջարկը բավարարելու նպատակով։ Անհատական բաժանորդներին տեղադրվել է 620-ից 630 մոտավորապես ջրաչափական հորեր եւ ջրաչափեր, այսինքն այդքան մուտքագիծ է նաև կառուցվել։ Արագած գյուղը նախկինում վերցնում էր մոտ 23 լիտր վարկյան ջուր, ստանում էր 20 մատակարարում են 23 լիտր վարկյան ջուր, որպեսզի հնարավոր լիներ բարձր կետերը ջրով ապահովել։ Այս պահին արդեն նոր ցանցով ամբողջ գյուղը սնվում է նոր ցանցից, չնայած դեռ հները շահագործման տակ են, բայց բաժանորդները ջուր չեն ստանում հին ցանցից։ Այս պահին վերցնում է մոտավորապես 6 լիտր վարկյան ջուր։ Այսպիսով Արագածում ջրի հետ կապված խնդիրներն այլևս մնացին անցյալում։ Հետևողական ներդրումները, վթարներին արագ արձագանքելն ու լայնածավալ շինարարությունները վկայում են։ Համակարգում դրական փոփոխություններ հնարավոր են, եթե կա կամք եւ երբ առաջնահերթը սպառողի շահն է։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։